Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես բորանում եմ, բայց իրան միշտ լայքում եմ, միշտ լսում եմ։ Շատ հրավիրից, Երանի վերևներում ստացվում շատ հայամետ խոսում եք։ Շատ հարգում եմ ես ձեզ։ Ձեր նմանները որ շատ լինեն, մեր երկիրը կբարգավաճի։ Մենք կզարգանանք, մենք ժողովուրդ եք նոր կրթվելու կարիք չունենք։ Կրթվողները իրանք են, որ պիտի կրթվեն, ինքնուրույն ցեղասպանությունը ո՞նց է եղել։ Ու անուն ազգանուններն էլ գրեն, եթե իհարկե ունեն, ուրեմն իրանք չունեն։ Ցեղասպանված ազգ իրանք ազգ չեն, որտեղ իրանք հայ չեն։ Հայերը բոլորը գիտեն, որ ցեղասպանված հայությունը է։ Ուղղակի կնենք օրենքներ, առարկայական լուծումներ, որովհետև իրանց հետ երկխոսելու տարբերակ չկա, իրանք չեն հասկանում երկխոսությունը։ Իրանց հետ պետք է խոսենք պարտադրանքի լեզվով, այսինքն այն գործուն մեխանիզմները դրանք որ պարտադրանք ու կատարեն։ Իրանք օրենքները որ ոչ մեկը տեղյակ չլինեն։ Հետո գային որ արդեն գալիս է տուժտուգանքներ, նոր ժողովուրդը տեղյակ են։ Նույնը առաջ ավտոների համար է, որ տուգանքներ էին անում, ամեն ինչ նրանք սովորել են, դա սովորական բան է։ Ժողովրդին սովորացնում են իրանց վրա տուգանքներով։ Բայց այսի ավտոին չի, որ 5000, 10000-ով մարդիկ պրստեն։ Մի անգամից ընդեղ իմ կարծիքով 300-ը, թե 420-ը արդեն դարձրել, գներ ամեն օր բարձրացնում են, ու այդ ձևի մարդիկ անդադ պետքա տուգանքներով սովորեն։ Ուրեմն ամեն մի խախտման համար 420,000 պետքա մուծեն։ Ուրեմն եթե այդ օրենքները սովորելու համար, ուրեմն մի քանի միլիարդ ամեն մի առևտրականի պետքա, որ կարողանա լրիվ օրենքները իմանա։ Դա իմ կարծիքով իրականություն է։ բառը ընդհանրապես դուրս գա, այս շրջարկի փոքր միջին բիզնեսին վերաբերվող 10% լինի մի հատ հաշվարկված ուսումնասիրված տրամաբանությանը մոտ տոկոս, որովհետև 10% շրջանառությունից դա եկամուտի 10%-ը չի, դա 20-ից ավելի 20-30% է, այսինքն ով գիտի ինքնարժեքը ինչքան է, որ պետք է այդ շրջանառությունից այդքան գումար գնա, ոսկին թուղթ չունի, ոսկին ծախեց $700, 300,000-ով ոնց է ինքը 10%-ը վճարելու։ Շրջանառության խոսքը նրան մասին է, որ գումարը մեծ է, օգուտը քիչ, դա բոլորը գիտեն, ամբողջ աշխարհում է այդպես։ Այսինքն կոպիտ ասած, ես եթե վաճառեմ 300,000 դրամ ինչ որ ապրանք, ինձ մնալու է 10-12,000 դրամ, որովհետև մենք պետք է հաշվի առնենք օրվա գինը, մենք չենք կարող օրվա գնից ավել ասել։ Դա միջազգային գին է։ Դոլարն էլ չեմ կարող ես ոչ բարձրացնել, ոչ ցածր, ճիշտ է։ Ես ենթակա անձ եմ առևտրին։ Դա մի կողմ դրած, ահա, ես այդ 300,000 դրամի մեջ 12,000 դրամ պահելու համար պետք է 30,000 առանցին հաճախորդից ուզեմ ասեմ տանեմ տան պետությանը, հա, 10%-ի դեպքում, քանի որ ես այդ ձեռքբերման համար թուղթը չկա։ Դատանողականության մեջ ոսկու եւ արծաթի բնագավառի, կներես անջան, որովհետեւ ես մեր բնագավառ էլի ասեմ, ես բնականաբար ես հենց նոր նշում ենք այն մասին, որ առանց ուսումնասիրության օրենք դնելը դա հիմարության տգիտության վերջնակետն է։ Եթե դու չես եկել այդ ոլորտը ուսումնասիրել, ես խոսում եմ նրանից, որ անշու երբ որ խոսում է իրանց հագուստի վաճառքից, ես բան չեմ հասկանում։ Ինքը երբ որ ես խոսում եմ իմ ոսկու ոլորտից, նա չի հասկանում։ Դուք այդ ոնց եղավ, որ դուք առանց ուսումնասիրության օրենք եք փոխում, առանց հասկանալու որտեղ է ճիշտը, որտեղ է սխալը, որ դու ոչ թե ժողովրդին ստիպես, որ նա գա կանգնի այստեղ էս անձրևին, ոչ թե աշխատի իր վարկ տոկոս ամեն ինչը փակի, հա, բերես դու հասնես նրան, որ ինքը գա բողոքի։ Եվ ասեմ ավելին, մենք այն մարդիկ ենք, ովքեր չենք լքել երկիրը ու հայրենասերներ ենք։ Մի արեք նենց, որ մենք պայքարենք հասցնենք հեղափոխության։